ինչ որ խանութից դժգոհ էր, որտեղ ապրանքի արժեքը կանխիկով այլ գինե, անկանխիկով ավելի թանկ ու հրահանգ տվեց Պեկ նախագահին. ձևը գտեք, փակեք այդ խանութը։ Ին վրա են վերցնում անձնական պատասխանատվությունը։ Ասում է փակեք ու հենց ասեմ նոր բացեք։ Փաշինյանը որոշում է գույքի վրա արգելանք կիրառել։ Դա քննիչի գործն է։ Արգելանք դնելը դատանի գործն է, բայց դա էլ է Փաշինյանն անում։ Հսկողությունն իրականացնում է դատախազը, բայց Փաշինյանն է ասում. ես կգնամ ու ամեն օր կնայեմ հո չեք բացել։ Նաև իհարկե կատարում է օպերատիվ աշխատանք, որն էլ իր գործը չէ դարձյալ։ Հիմա մենք տեսնում ենք, որ մեկ պաշտոնյան անում է այդ ամենը։ Բայց այդ դեպքում կհարցնեք, ինչ ենք մենք պահում ամբողջ դատախազական քննչական դատական համակարգ, եթե Փաշինյանն է այդ սաղ անում։ Լավ չի, ազատեք դրանց ու խնայողությունների հաշվին մի հատ բարի գործ անեք, օրինակ թոշակը բարձրացնեք մի 30,000 դրամով։ Հնժողուր ջան, վատ առաջարկ է։ Եթե պետական պաշտոնյան, պետական կառույցը անցնում է իր իրավասությունների սահմանը կամ իր լիազորությունների շրջանակներում կատարում է ապօրինի արարք, անօրինական որոշում, քաղաքացու իրավունքների խախտում, հանրային միջոցների չարաշահում, դա լիազորությունների չարաշահում է, վերազանցում։ Դա բերում է պետական ինստիտուտների հեղինակության, դրանց նկատմամբ հանրային վստահության կորստի եւ նաեւ այդ պաշտոնյայի հեռացման պատճառ է։ Իհարկե, դա այդպես է նորմալ երկրում։ Երբ կա վերահսկող, կա հակակոռուպցիոն անկախ մարմին, այդ ժամանակ Նիկոլի դեմ վարույթ կնախաձեռնվեր։ Հիմա դա չկա, իր արարքը ավելանալու է այն քրգործերի տրցակին, որ իր դեմ հարուցվելու է պաշտոնանկությունից հետո։ Անկեղծ ասած, մի տեսակ խնդալու է, որ մարդուն, որ ասենք Ղարաբաղ է հանձնել, գնաս ասես, գիտես, դու ապօրինի խանութ ես փակել տվել։